55 տարեկանից բանակը չեն զորակոչում։ Վատ եմ արա։ Ինձ ասում է 50 տարեկանը դրոն սովորում է, ինչ անի։ Ինձ ասում։ Իսկ իրականում 40 հասուն է ինչի պետքա դրոն սովորի։ Ախ դրոնը ինքը նոր տեխնոլոգիա է, մենք չենք կարալ էդի 20 տարի առաջ, 40 տարի առաջ սովորենք, բայց երկրորդ ամենակարևոր մասն եմ ասում, ստեղ ուշադիր ժողովուրդ, ինքը ռազմավարական կարևորություն ունեցող հարց է։ Չխանգարեմ Սուլեյմանյան Արմանին, դրոնն է զապրավ կանում։ Մեր մոտ 55 տարեկանից հետո էլ չեն զորակոչում բանակ։ Այսինքն 55-ը ջոգում եք, չէ՞, ուր եմ տանում թեման։ Այսինքն 55 տարեկանից հետո մարդը ծառայության համար կոպիտ ասած պիտանի չի, դաժե ինչ-որ միտեղ աբիդն է դա։ Եվ հիմա նայեք 55-ից մինչև 70 տարեկան սերունդ, այսինքն 15 տարվա մի ամբողջ սերունդ, որը կարա դրոն սովորի ու մի ամբողջ դիվիզիա են ասեմ, բրիգադ են ասեմ, կարա նստի սենյակում ու դրոն քշի։ Դուք պատկերացնում եք ինչ ահռելի հնարավորություն է։ Դրոնը որտեղ կարա պետք է, էլի մեր այդ ագրարային տնտեսության մեջ է, որ դրոններով սրսկում են ծառերը, տառաքումները, մարդիկ դրոններով են անելու։ Եվ ամենակարևորը իհարկե արդեն, որ նստած դրոնով նազնաչենիները տալիս են, որտեղ ինչ գցեն, որտեղ ինչ կրակեն, որտեղ ոնց անեն։ Այսինքն մի ամբողջ սերունդ մենք բարձի թողի վիճակում ենք թողում։ Հետևաբար ես ինքս իմ օրինակով եկել եմ Վիշապ դրոն ակադեմիա եւ սովորում եմ դրոնով ես գործեր ենք անում, նկարում ենք դրոնով, հետաքրքիր նյութեր ենք ստանում ու այս մնացածը մի քիչ ռազմավարական տեսանկյունից ասեցի, որ ստեղ այնտեղ ցույց չտանք չիմանան, էլի։ Հա, թռնենք, չէ՞ արդեն։